Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության երթական լուրերն են։ Թեքեյան կենտրոնին մեջ ցուցադրված է Շուշի անհերքելի պաստեր վավերագրական ֆիլմը, երբ օծված է Կանցասարի Սուրբ Հովհաննես Մգրտիչ եկեղեցին։ 108 տարի առաջ Արցախի հայությունը կազմավորեց իր առաջին ժողովրդական կառավարությունը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մուսա Լերան պատմական ժառանգությունը։ ԱՄՆ-ն հրթիռային հարված հաստատած է Իրանի Լարակ կղզին։ Լիբանանի բանակը կհայտարարե, թե իսրայելյան զինուժը գրակ բացած է հարավի մեջ տեղակայված ստորաբաժանումներուն ուղղությամբ։ Արցախ անվան մեկնաբանության հիմքերը Աշոտ Հարությունյան։ Խարփերթի մեջ տեղի ունեցած է հայկական ժողովրդական բարերու աշխատաժողովը։ Հուլիս 17-ին Թեքեյան կենտրոնին մեջ ցուցադրված է Շուշի անհերքելի պաստեր վավերագրական ֆիլմը, համախմբելով պատմությամբ, մշակույթով եւ ազգային ժառանգությամբ հետաքրքրվող բազմաթիվ այցելուներ։ Ֆիլմը հիմնված պատմական սկզբնաղբյուրներու, փաստաթուղթերու եւ գիտական ուսումնասիրություններու վրա կներկայացնե Շուշի բազմատարյան պատմությունը, կազմավորումը, մշակութային ու հոգեվոր նշանակությունը եւ հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Ցուցադրութենեն յետ բեմադրիչ եւ նկարահանող Գևորգ Տեր-Ղազարյան շեշտած է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն պատմական ճշմարտության հանրայնացման եւ անոր փոխանցման աբակա սերունդներուն։ Հուլիս 22-ին կնշվի Կանցասարի Սուրբ Հովհաննես Մգրտիչ եկեղեցու օծման 786 ամյակը։ Տաճարը, որ օծված է 1240-ի վարդավարին, կառուցված է Արցախի ներքին Խաչենի իշխանած իշխան Հասան Ջալալ Դոլայի նախաձեռնությամբ եւ կնկատվի հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց։ Պատմիչ Կիրակոս Քանցագեցիի համաձայն օծման արարողության մասնակցած են Արցախի կաթողիկոս ներսեսը, բազմաթիվ եպիսկոպոսներ եւ շուրջ 700 քահանաներ։ Կանցասարը եղած է ոչ միայն հոգեվոր կենտրոն, այլև Արցախի հայկական պետականության ու մշակութային ինքնության խորհրդանիշ, բահելով սրբազան մասոնքներ եւ արժանանալով միջազգային բարձր գնահատանքի։ Այսօր բնակրաված վանական համալիրը կմնա հայկական պատմամշակութային ժառանգության կարևոր խորհրդանիշ։ 1918 թվականի հուլիս 22-ին Շուշիի մեջ գումարված Արցախահայության առաջին համագումարը կարևոր հանգրվան դարձավ շրջանի քաղաքական ինքնագազմագերման գործընթացին մեջ։ Համագումարին մասնակցած Արցախի ներկայացուցիչները ընտրեցին 7 անդամե բաղկացած Արցախի ժողովրդական կառավարությունը երկրի կառավարման համար։ Պատմական աղբյուրներու համաձայն համագումարը հայտարարեց, որ Արցախը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է եւ իր գործունեությունը պիտի հիմնի ազգերու ինքնորոշման իրավունքի սկզբունքին վրա, նպատակ ունենալով միավորվել Հայաստանի Հանրապետության հետ։ Ժամանակի մամուլի հաղորդումներուն համաձայն Արցախ նաև հայտարարած էր իր անկախ քաղաքական կարգավիճակը, չընդունելով նորաստեղծ Ադրբեջանի գազմին մեջ մտնելը։ Այս իրադարձությունը կարևոր դեր կգրավի Արցախի նորագույն պատմության մեջ, արտացոլելով Արցախահայության քաղաքական կազմակերպվածությունն ու ինքնակառավարման ցկտումը։ Ներկայիս Հատայի Սամանտաղի շրջանի Յուղնոլու գյուղին մեջ կգտնվի հայկական պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կառուցված է 1634-ին, նորոգված 1812-ին, իսկ պահպանված արձանագրություններն ու քարե զարդականտակները կվկայեն նաև 1896-ի վերանորոգումներուն մասին։ 1939-ին Հաթայի Թուրքիո միացում են եւ հայ բնակչության բռնի հեռացում են յետք, եկեղեցին նախ օգտագործվեցավ որպես մզկիթ, ապա 1940-ականներուն անոր վրա կառուցվեցավ բետոնե մզկիթ։ Այսպես ձևավորվեցավ եզակի կառույցը, որ հայտնի է Ստորը եկեղեցի, Վերը մզկիթ անունով։ Յուղնոլուկը առանձնահատուկ դեր կգրավե նաև հայոց պատմության մեջ, քանի որ 1915-ի ցեղասպանության ընթացքին գյուղի բնակիչները հարևան հայկական գյուղերուն հետ Մուսա Լերան վրա կազմակերպած են աշխարհահռչակ հերոսական ինքնապաշտպանությունը, դառնալով հայ ժողովրդի դիմադրության խորհրդանիշ։ Իրանի Իսլամական հեղափոխության բահաբաններու կորպուսի հետ կապված 19 մյուս գործակալության համաձայն չորեքշաբթի օրը ԱՄՆ հրթիռային հարված հաստատած է Բարսից ծոցի Լարակ կղզին։ Դեղաբնակներու վկայությամբ կղզին մերձակայքը լսված է ուժգին բայթումը։ Իրանի իշխանությունները կգնահատեն հարվածի հետևանքները եւ կճշտեն վնասներու ծավալը, սակայն պաշտոնական տեղեկություններ դակավին չեն հրապարակված օգտագործված զինատեսակի անոր ցակման կամ պատճառած վնասներուն մասին։ Լիբանանի բանակը հայտնած է, որ Իսրայելի զինված ուժերը գրակ բացած են հարավային Լիբանանի մեջ տեղակայվող լիբանանյան ստորաբաժանումներու մերձակայքին փորձական կոդիին մեջ ուրգե Իսրայել համաձայն ԱՄՆ-ի աջակցությամբ ցերկ բերված համաձայնության պետք է դուրս բերե իր ուժերը։ Դեպքը դեղի ունեցած է Զավթ al-Ղարբիե շրջանին մեջ։ Լիբանանյան բանակը նշած է, որ միջադեպը կրնա խոչընդոտել տեղակայման ծրագիրը։ Իսրայելի բանակը հաստատած է գրակ բանալու փաստը, բնդելով, որ լիբանանյան զինվորները անցած են համաձայնեցված սահմանային կոդին։ Միջադեպը դեղի ունեցած է հարավային Լիբանանի մեջ շարունակվող լարվածության եւ հրատատարի շուրջ բանակցություններու պայմաններուն մեջ։
Քրմագան ավանդության համաձայն Մասիսը գտիտվի որպես արարման կետրոն եւ առաջնային ուժային առանցք։ Այս պատկերացման մեջ Արցախ անունը կմեկնաբանվի ոչ թե դարային բաժանումով, այլ որպես սրբազան ուղղության հասկացություն։ Ար եւ ցախ, այսինքն արարման վայրին ցախ կողմը գտնվող աշխարհ կամ արարչական կետրոնի ցախ թևը։ Այս մեկնաբանությամբ ցախը չունի միայն աշխարհագրական իմաստ, այլ կգրե խորհրդանշական եւ ուժային նշանակություն։ Արցախը կդիտարկվի ոչ միայն որպես տարածքի անուն, այլև որպես արարչական համագարկի մեջ որոշակի դեր ունեցող հատված։ Նման մոտեցումներ կհանդիպին հին ավանդություններու մեջ, ուր սրբազան անունները կմեկնաբանվի որպես ամբողջական իմաստային կառույցներ։ Սակայն այս բացատրությունը կներկայացե քրմագան աշխարհայացքային տեսակետ եւ չի համարվիր Արցախ տեղանման ընդհանուր ընդունված պատմալեզվաբանական ստուգաբանությունը, քանի որ գիտական լեզվաբանության մեջ գոյություն ունի նաեւ այլ վարկածներ։ Հարգելի հայրենագիտներն ու ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Բռնակրաված Արևմտյան Հայաստանի Խարպերթի մեջ կազմակերպված է հայկական ժողովրդական բարերու աշխատաժողովը նպատակ ունենալով վերակենդանացնել եւ հայրենի հողին վրա պահպանել հայկական մշակութային արմատները։ Մասնագետներուն ուսուցանված են հայկական ավանդական բարեր։ Միջոցառումը նախաձեռնած է ֆրանսական երկիր հասարակական կազմակերպությունը նպատակ ունենալով պահպանել, փոխանցել եւ պատմական հայրենիքի մեջ վերականգնել հայկական ժողովրդական բարային ժառանգությունը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։